Քո խոսքից զորությամբ եւ չկա որևէ բան որ դու չգիտնաս չկա որևէ բան որուն մեջ քո խոսքից կարելի չլա բռնվել իր ամեն բարակայի մեջ ամեն վիճակի մեջ քո խոսքը կարդոնե որ մենք հաղթենք քո խոսքով մենք գնորոքվենք եւ այդ վստահությամբ դեր մենք կհաղթենք մեր սրտերը կխոնարեցնենք մեր մտքերը այսօր խոսքովդ կնորոքվին եւ մեր մտքերուն նորոքվելով մենք կսկսենք հասկանալ քո կամքդ կսկսենք խոսել քո կամքդ կսկսենք անել քո կամքդ մեր սրտերը կհանձնենք այս արդուքեզի Հիսուսի անունին զորությամբ ամեն ամեցեք Այս արդու գուզեմ քեզի խոսիլ այսօր քու օրդ է այսինքն today is your day եւ որ կխոսենք այսօր քու օրդ է իչմը just be the same այսպես շատ ընդհանուր բան խոսքի մը գնամանի բայց իրականությունն է որ մենք գմորնանք եւ իրականության մեջ Աստուծո հետ ամեն օր որ մենք իր խոսքը գլսենք այսօրը մեզի համար է Եբրայեցիներուն գիրքը մեզի գսե որ Աստված եւ որ այսօր գսե մենք պետք է այսօր խոսքին արժե մեր սիրտը լայն բանանք, որովհետեւ այսօր մտնենք այդ հանգիստը, որ Աստված մեզի խոստացած է։ Ամեն անգամ որ դու Աստծո խոսքը գլսես այսօր է քեզի համար։ Եվ այդ այսօրը գրնա քեզի դանիլ այդ խաղաղության դերը, կամ գնամ այդ այսօրը ես լսած ժամանակս սիրտս քիչ մը անզգամ բայել կամ կոց բայել, փակ բայել եւ զրկվել, չմտնել։ Անորոմար Եբրայեցիներուն գիրքի մեջ մեզ գսե ամեն ինչ երեք որ որևէ մեկը չզրկվի այդ հանգիստը։ Ամեն ինչ երեք որ որևէ մեկը չզրկվի այդ հանգիստը մտնել են։ Եվ ես չեմ ուզեր որևէ օր իմ հանգիստս գործընծնել։ Աստված գիտե որ շատ օր մեր հանգիստը կգործընծենք, մեր խռովություն, մեր մեջ խռովություն կունենանք։ Եվ անորոմար Սաղմոս գրողը գսե որ ով իմ անձս ինչու այսպես դագնու վրա ես աշխալա։ Ինչու այսքան մեջս Խառնված ես իրարու։ Վստահ է Աստուծո, այդքան բարձ բան մնե գարձես, գիծար, խոսածը ցույց կտա, որ իրականության մեջ վստահիլը շատ բնական բան մնե։ Անցյալ շաբաթ գամարչի առաջ մեջբերում ըրինք, թե ինչպես քարոզիչներեն մեկը գսեր, որ Գերմանիա ծառայության մեջ էր գսեր, որ մտահոգությունը հավատքիդ մահն է, իսկ ճշմարիտ հավատքը մտահոգությանը սպանությունն է, վերջն է։ Այսինքն հավատքը եւ որը սկսի բնական դառնալ քեզի, դու բնականաբար կսկսես վախեն հերանալ, կսկսես բնականաբար հավատք զգալ, ոչ միայն մտածել, եւ գսե որ գադարիալ սերը ամեն վախը բարադե։ Գադարիալ սերը կսպաննի վախը։ Վախը այսինքն մեր սկզբունքով մեր կյանքի մեջ վախը չեր եղած, Աստված չի տրած վախը։ Միակ վախը որ պետք է ունենանք անալ Աստուծո հերանալն է։ Ուրիշ վախի խաղապար չկա որ Աստված տրած է մարդու մեջ։ Վախը օդար բան է, բայց վախը շատ իրական բան է մեզի համար։ Վախը շատ ներսեն է, ուրեմն կփռնե քեզի, ծնոդդ կփռնե, վիզդ կփռնե, սիրտդ կփռնե։ Գսկաս մեկը գրնա անշարժանալ իր վախով, եւ այդ վիճակը, որ գսկաս քեզ մե է, դու գսկաս, եւ այդ վարյանին կգարտես որ ասի հիմա իրական սկացումն է։ Ճիշտ է, իրական գսկաս, բայց օդար է։ Արդոնանց ես որ քու գտարնա, բայց օդար է։ Ինչպես որ մենք գիտենք որ եւ որ գաղութենք քաղցկեղի թեմ, կենսերի թեմ, գիտենք որ օդար բան մնե, լավ չէ, մեզ մեջ չէ, աս եկա մեր մեջ մտավ եւ բան մգնե մեզի։ Ուրեմն գաղութենք Հիսուսի անունով։ Բա վախը նույնքան օդար է։ Նույնքան անընդունելի է վախը մեր մեջ։ Բնավ երբեք Աստված վախ չեր դրած մեր մեջ, կամ հուսալքություն, այսինքն հույս գործընծնել, այդ բոլոր բաները որ մենք մեր մեջ գշինենք ժամանակի վրա, ասկան իրական գսկանք, ամեն ինչ մեր մեջ ադի գսկա,
այդ բոլորը օդար են։ Եկան, մտան, դուն հաստատվեցան։ Ադեմ դարիներ առաջ ես առաջին Սուրբ Գիրքից գողքին վրա գրած էի, ներսի էջերուն վրա, որտեղ բադվելին մեզի սած էր այսպես բամը, որ ինձ շատ տված էր, ասած էր, որ ծեր վախերը սատանային դուներն են, որ ինք հանգիստ կրնա նստիլ։ Այդ վախի սենյակները, որ մենք ունենանք, ամեն անգամ որ ինք ուզի քեզի հետ խաղալ, այդ դերեն գխոսի քեզի հետ։ Հիշեք քանի նյութեր կան մեջդ, որոնք քեզի կբռնեն վախով, կամ գասկածով, եւ ամեն անգամ որ ադոնց հետ գապ չունիս, դիլ չես ներ ադոնց հետ, հանգիստ ես, բայց ամեն անգամ որ այդ բադուանը բացվի, այդ թուրը բացվի, կարծես Երևանայի որ այդ բզդիկ սենյակեն սատանան ելե քեզի սե որ նայե այդ բանը ներ է միտքիդ մեջ, եւ դու սկսես ադով ամբողջ օրը անցնել, եւ ադիկը գբռնի ամբողջ մարմինդ, միտքդ, սկացումներդ, եւ որ խոսքը պիտի կարդաս չես կրնար, գուզես հավատալ չես կրնար, գուզես ուրիշ ձևով մտածել չես կրնար, որտեղ բռնած է քեզի վախը։ Նե հոն թիվահար չես, demon possessed չդարձար, բայց ինքը սկացումներդ բռնեց։ Գուզեմ հստակ ինաս դու երբ որ հավատացյալ ես, սատանան չի գնար քեզ բռնել, չի գնար մեջը թևը կար, չի գնար։ Այսինքն դու Աստծո զավակ եթե ես, եթե քսիդդ Քրիստոսի, եթե դու թիվահար չես։ Բայց սատանան շատ հեշտորեն գրնա կորձածել քու սկացումներդ եւ բացատրել սկացումներդ, քեզի անգարող դարձնել, որ դու չկարենաս Աստծո հուսալ։ Եղիայի նման ասես որ միան գուզեմ մեռնիլ։ Շատ եղավ այլևս, շատ չարացավ աշխարհը։ Պիտի մեռնիմ։ Եղիան Աստծո հավատացող մարդ էր, չէ՞։ Երկինքյան ինչպես քիչ առաջ տեսանք անցրևը գեցուց։ Չէ՞, անցրևը իդ գանչեց։ Բայց այդ անեցքի խոսքը, որ իրեն խոսվեցավ, բաժար եղավ, որ ինք բռնվի ուզե մեռնիլ։ Նա գուզեմ այս մեկը ցեզի խոսիլ սելով, որ այսօր դու գրնաս փոխել քու տեսած ցևդ, մտածելու ցևդ։ Եկ միասին նայենք երկրորդ Կորինթացիներուն 2 Corinthians առաջին 1 եւ 20 շատ բարձ համարմը, շատ ճշմարիտ համարմը արդարև Քրիստոս Աստուծո բոլոր խոսուններուն այոն է Քրիստոսի անձը միշտ կուզեմ խոսենք եւ որ մենք հավատ կխոսենք Քրիստոսի անձին շուրջ կդառնա ամեն ինչ որ մենք կհավատանք Քրիստոսի անձին մեջ է ամեն ինչ որում մենք կհավատանք Քրիստոսի մեջ է Աստուծո բոլոր խոսածներուն այոն Այսինքն Քրիստոս գադարումն է fulfillment Աստուծո բոլոր խոսածներուն բոլոր մարգարեություններուն Այդքան հստակ էր որ երբ որ Հիսուս գվիճապանի փարիսիներուն հետ Հովանես 5-ի մեջ գվիճապանի իրենց հետ եւ գսե որ Ձեր քիրքը կխոսի իմ մասից ամեն ինչ Մովսես իմ մասից կխոսեր ամեն ինչ իմ մասից կխոսի բայց չեք հասկնար Այսինքն Հիսուս այոն էր բոլոր խոստումներուն Ամեն բայց այդ ամենը չի բավեր Այդ ամենը Ճշմարտություն է, բայց նայեցեք ինչ կշարունակի ասելով։ Ահա թե ինչու ուրեմն մենք Քրիստոս ընդունելով Աստծո այոին ամեն գսենք իր փառքին համար։ Հիսուս այոն է բոլոր խոստումներուն, բայց իմ ընդունելովս է ամեն խոսք, որ այդ այոն ինձ համար այո գդառնա։ Ամեն խոսիլ կնշանակե համաձայնիմ, այսինքն ճշմարիտ է, ասի ես գնդունիմ։ Չէ՞։ Այսինքն այոն հոն է, բայց այոն հոս գուկա եւ որ ես գնդունիմ եւ որ գնդունիմ չեմ ընդունիր ընդհանուր խոսքը միայն generally speaking as չէ ասած եւ որ գնդունիմ խոսքը Հիսուսի նման գնդունիմ որը սավ սատանային մարդ չաբրիր հացով այլ ամեն փարով որ հորմեն գուկա եւ որ գսե ընդունինք գնդունիմ ամեն փար իբրև ճշմարտություն այսօրվաս համար եւ աբակային համար Չէ չեմ ընդունիր փարերը իբրև լավ փարեր աբակային համար որ ապրիմ այդ հավատքով որ արաբները գսեն ինշալլա այսինքն Աստված բերնետ լսեմ ենք գսենք հայերենով աս շատ լսած ենք չէ ասում եք Աստված խոսքերդ լսե Աստված բերնետ լսե գարձես Աստված խուլ է եւ պետք է իմ խոսքերս ասեմ որ ինքը լսե կամ շատ ասեմ որ ինքը լսե չէ դարօրինակ գաղափարն է որ գշինենք ուրեմն Սամոս 27 մեզի գսե որ Աստուծո վստահ է Աստուծո սպասե զորացիր քաչալերվե եւ դարձյալ սպասե wait for the Lord be strong take heart and wait for the Lord մեգումը սպասել որ գուշանա դու կփարգանաս չէ դունիները գիտեն որ եւ որ եկեղեցի պիտի երթանք եւ ես ու շլամ եւ ինձ մեվերջ ուրիշ մեկ ուշանա ես այլևս անհանգիստ կլամ որ պիտի երթանք պետք է հասնենք ադի սպասել մը չէ որ քեզի հանգիստի կդանի սպասել մնե որ քեզի փարգուչյան կդանի անհանգիստ կնե բայց Աստուծո սպասել ուրիշ բան մնե ոչ թե Աստված գուշանա բայց եւ որ ես գսպասեմ
Գսպասեմ ճանչնալով, որ այս խոսքը ճշմարիտ է, այո է, Քրիստոսի խոստումը այո է, եւ ես ադոր գմոդենամ վստահությամբ, եթե անգամ այսօր չարի, չեմ արդոներ, որ իմ սկացումս բղդորի, չեմ արդոներ, որ իմ միտքս ուրիշ ջամփա երթա, այլ ինքզինքս գզորացնեմ այդ խոսքով, որ ինք խոսեցա։ Այլապես ինչու պիտի բաշխեմ Աստված, եթե իր խոսքը ամեն օր կփոխվի, չէ՞։ Իր խոսքը խոսվեցավ ճշմարտությամբ, ընդունվեցավ ճշմարտությամբ, բայց եւ որ պայմանը փոխվի, կարծես կփոխվի Աստծո ինքնությունը, չէ, այդպես չէ։ Ես պիտի սրեմ իմ սկացումներս, լարեմ սկացումներս, որ իդ զորանամ սպասած ժամանակս, սիրտը զորացնեմ, եթե քիչ մը դգարացա, խոսքով զորացնեմ ինքս։ Ես վերջերս որոշում ըրած էի, ասի որ AI-ը գործածենք շատ միլիոն բաժարներով, ասի որ AI-ը քեզի շատ լավ գրնա customize, այսինքն քու պետքի համացան բաներ դալ։ Օրինակ AI-ին ասի որ ինձ հանի այս համարները որ ճիշտ աս գեդի մասին գողոսին Սուրբ Գիրքի մեջ։ Եվ որոշեցի այդ համարները գարտալով այս գեդին վրա ամեն անգամ ինքս պիտի զորացնեմ։ Ամեն անգամ պիտի գարտամ, այդ ինգած գեդիս մեջ ամեն անգամ պիտի գարտամ եւ գարտածած ժամանակս պիտի վստահիմ։ Եթե այսօր դգարացա մյուսը պիտի գարտամ, նորեն պիտի վստահիմ, նորեն պիտի զորանամ։ Որովհետեւ այդ խոսքը քո մեջ այդ գաշխատի ինչքան թուն խոսքին հետ գաշխատիս։ Ամեն, այդ այոն քեզի համար խոսվեցավ, չի փոխվիր, այդ այոն ցանկից մեջ կմնա եւ որ ես կվստահիմ։ Ուրեմն, եկեք միասին բանանք Հովանես 5, որ գխոսի անդամալույցին բժշկությունը Բեթեստայի ավազանինքով, John 5։ Դարձյալ հրեական դոն մներ եւ Հիսուս Երուսաղեմ գնաց։ Երուսաղեմ քաղաքի ոչխարներուն թուրինքով ավազան մգար եբրայերեն Բեթեստա գոչված, որ 5 սրահներ ուներ։ Ուրեմն այդ սենյակը եբրայերենով կնշանակեր House of Mercy, այսինքն ողորմության տուն։ Ինչ գեղեցիկ անուն։ Բայց նայեցեք բադմության մեջ ինչ ուրիշ բաներ խառնված են, որ Աստծո մեջ չէին։ Շատ խաղապարներ կան այս բադմության մեջ, որ մարդկային են, human, շինված են, մարդու մեջ նստած են, մարդը ընդունած է, եւ ցեվով մը գնայի Աստծո, որ փնավ Աստծո հետ կապ չունի։ Քանի անգամներ մենք կմտածենք բաներ, եւ մանավանդ Աստծո մասին կմտածենք բաներ, փնավ Աստծո ըսածին հետ կապ չունին, չէ՞։ Մեր սկացուները ամենամեծ սդախոսներն են, չէ՞։ Ուրեմն այդ սրահներուն մեջ բազմաթիվ հիվանդներ կային, գույրեր, գաղեր, քոսացածներ, որոնք կսպասեին ավազանի ճուրերուն խառնվելուն։ Հիմա պիտի բացատրեմ այդ մեկը։ Ժամանակ առ ժամանակ դիրոջ հրեշտակը գիչներ ավազանի մեջ եւ ճուրը կխառներ, եւ ով որ ճուրը շարժելուն պես առաջին անգամ ավազանի իջներ, իր հիվանդութենեն կբժշկվի։ Հիմա ուզեմ բամսել այս համարը եւ որ գրված է ով որ շատեր որ այս համար ուսումնասիրած են գսեն ավելի այս համարը կնկարագրե ինչ որ մարդիկ կհավատային, քան ինչ որ իսկապես կլար, որև ուրիշ տեղ չէ գրված 5 դագարանի մեջ եւ նոր դագարանի մեջ, որ Աստված գաշխատեր այսպես հրեշտակը գրգելով որ ճուրը խառնե եւ առաջինը ցածկե բժշկվի։ Այդպես կոնտեքստ չկա, բարունակ չկա Սուրբ Գիրքի մեջ, ուրիշ որևէ դե։ Նույնիսկ հրեական քրություններու մեջ չունեին, եւ նույնիսկ այդ ժամանակվա բադմիչները, որ Ջոսեֆս բադմիչը գար, որ հрьяաներուն բադմությունը կբադմեր, բնա որևէ դեղ չէ գրած եւ ուրիշ շատ բաներու մասին գրած է։ Ուրեմն կհասկացվի, որ մարդիկ իրականության մեջ ճուրերուն խառնվելուն կսպասեին եւ ճուրը գրնար խառնվել ուրիշ 10 բաժարներով, բադմության մեջ օրինակ այս ճուրը կսե ավազան մներ, որ թուրմը կբացվեր, ճուրը հոնիչներ կխառնվեր այսպես ժամանակ առ ժամանակ եւ գնային, որ ճուրը բարձրանար իդ։ Թուրմը գար այսպես գետ չեմ գիտի ինչ տեսակ թուրմը գա որ գեցնե ճուրը եւ որ փանային դարին մի քանի անգամ ճուրը գիչներ եւ այսպես կխառնվեր եւ գլեցվեր ճուրը եւ այդ ժամանակ ճուրին էլեմենտներն ալ կփոխվեին շատ բաներ գլային որ ճուրը իր բաղադրությունը փոխեր ինգրեդիենտները փոխվեին մարտիկալ գրնային նաեւ ուրիշ բաժարներով բժշկվի ճուրին լավը լալեն բայց ես գուզեմ որ ուրիշ տեղ չի արցանակրված որ Աստված հրեշտակ գրգեր եւ առաջին ցածկողը բժշկվեր որովհետև Աստծո ողորմությունը այդպես չաշխատի Աստծո ողորմությունը հավատքով կաշխատի Աստծո ողորմությունը մարդուն սիրելով կաշխատի հիմա գրնալալ մարդ բժշկվեր եթե ինքը հավատքով ցածկեր 100% Աստված ամեն ինչի հետ կրնա աշխատի չէ շատ անգամ գուզեմ եք բամս հելցեզի շատ անգադար ծևեր կան հավատել imperfect ways of believing շատ մարդիկ կա որոնք դարօրինակ խաղապարներ ունին բայց կհավատան Աստծո օրինակ մարդ ուխտի գերտա դեղմը գամ մարդը այս տեսակ աղոթք աղոթելով գաղոթե բաներ որ Աստված ինք չի ասած բայց մարդիկ երբ որ գնեն հավատքով Աստված գնա բժշկել իրենց
չէ՞։ Որտեղ Աստված ողորմած է։ Աստված շատ ցևերով գրնա մարդ բժշկել։ Նույնիսկ երբ հավատացած ցևը, Աստուծո ըսած ցևը չլա ուղագիորեն, բայց եթե Հիսուսի հավատամ, վստահությունս Աստուծո վրայի իբրև բժիշկ, Աստված գրնա բժշկել։ Ասել գուզեմ, որ մարդիկ համոզում մշինած էին, որ դարին մի քանի անգամ միան եւ որ հրեշտակը գուքար եւ միան եւ որ առաջին մեկը ճուրի մեջ կմտներ, միան անադանցը կբժշկվեր։ Գնաս երևակայել ինչ անարտար բան, եթե մեկը չի գնար շարժին, ուրեմն չի բժշկվիր։ Աստուծո ցևը աճ չէր մարդ բժշկելու։ Ուրեմն եթե նայենք շարունակելով մարդիկ այս բաժարով խաղապար մշինած էին Աստուծո մասին, որ ուրեմն Աստված միան այս ցևով պիտի բժշկե, եւ մարդիկ գային, ինչպես այս մարդը, որ 38 տարի հոն բարգած են ավազանինքով, սպասելով, որ Փարիս համարացիմը պիտի գա, ճուրի մեջ առաջինը իրենն է, որ բժշկվի։ Եվ շարունակելով 4-րդ համար, 5-րդ համար մարդ մգար, որ 38 տարի է իվեր հիվանդ էր։ Երեք խնդալիք բան մգազ պատմության մեջ, հավանաբար առաջինին նետվել են, վերջալևս երկրորդն ալ չեր նետվել, որովհետև գիտեն, որ միան առաջինը կբժշկվի։ Ինչու՞ պիտի նետվիս որ։ Քեզ մի առաջ մեկը գնաց։ Ուրեմն չի գնար։ Գիտեք, ես կսիրեմ ֆուտբոլ տիրել, VAR, գիտեք ինչ է։ Video assisted, ինչ է դիգա։ Փամը լա ֆուտբոլի տաշտին վրա, շատ գասկածելի գլա, եւ գերտան օֆսայդ էր, օֆսայդ չէր, գոլ մտավ, գոլ չի մտավ, ուրեմն գերտան վիդեոն իդ գարնեն, գնային որ ոդկի քիծին վրան էր, կամ ոդկի քիծին վրան չէր, օֆսայդ էր կամ օֆսայդ չէր, այսինքն վիդեոով գստուկեն, որ շատ մոդիկ որոշումները շիդակ որոշեց իրավարարը, այսինքն ռեֆերին թե չէ։ Երևակայ որ երկու հոգի ճուրի մեջ սատկել, մեկը կայլ առաջ սատկել ճուրի մեջ, այդ մեկը կբժշկվեր, մյուսը չէր բժշկվեր։ Գրնա երևակայել Աստված այդպես աշխատեր։ Աստծո ցևը այդ չէր մարդուն հետ խոսելու, բայց մարդիկ համոզված էին, որ այսպես կաշխատի Աստված։ Եվ հрьяաներ ունեին այսպես որոշումներ, որոնք մշակույթով գշինեին։ Քանի բաներ ունենք, որ մենք մեր մշակույթի մեջ, հայերը կամ ոչ հայերը, մեր մշակույթի մեջ կշինենք խաղապարներ, վստահ գլանք այդ բաներուն, որովհետև մեկը մեզի բադմած է։ Շատ անգամ նենեներուն վրա գցենք հարցը, բայց նենեները չեն միան, ուրիշ տեղ են գուկա, որ դրանք միներ Աստված գզարնե, միներ քար գնեդե, միներ, գիտակ, միլիոն բաներ, որ մարդ կշինե, համոզված է, մեջն է, բայց բնավ Աստված այդպես չի ասած։ Ուրեմն Հիսուս երբ տեսավ զայն բարգած եւ քիտնալով, որ երկար ադեն հիվանդ բարգած է, ասավ. Գուզես առողջանալ։ Շատ բարձ հարցում է։ Աստվածապանություն չկար մեջ է։ Գուզես հարցուց իրեն փափակը։ Չհարցուց անգամ կհավատաս, որ պիտի բժշկվիս։ Այս մարդուն պատասխանը ցույց կուտար, որ այս մարդը հուսալենալ գեցած էր, այլևս հույս չուներ անգամ, եւ որ այն հարցուց գուզես բաժարներ դվավ ինչու չլար։ Չսավ գուզեմ փայց, նույնիսկ գուզեմնալ չսավ այլևս։ Գուզեմնալ մերած էր մեջը։ Ինք դակավ ինքը հավատա, որ Աստված բժիշկ է, որը հոն բարգած է։ Ոչ թե անհավատ մարդ մնե, չէ՞։ Հավատացյալ մարդ գհավատա, որ Աստված բժիշկ է, բայց այդ հավատքը իրեն այլևս փամը չներ։ Խաղապարին գհավատա, Աստծո խոստումները այո են, բայց ոնց փամը չլար գարձես։ Այո, Աստված բժիշկ է։ Ես օրը գարձես չեմ վստահել, որ ինձ պիտի բժշկե։ Բոլոր եթե մեկ ինձ հարցնե, բոլոր բաժարները գտամ ինչու չլար։ Ինչու ասկանդարի է չլար, ինչու բոլոր մյուսները ըրին եւ ինձի չեղավ, ինչու իմ հիվանդությունս դարբեր է, ինչու իմ վիճակս դարբեր է։ Եվ գիտես, գարձես թե հարցումը եւ որ հարցուց Հիսուս այդպես էր որ հաջիս ինձի բարաբի համար մի հուսացներ, don't get my hopes up, ճիշտ այսպես է, ինձի մի բերերի մասի հանգիստ եմ այսպես անհուսությանս մեջ։ Եվ ուրեմն Հիսուս շատ բարձ խոսեցավ իրեն, չվիճապանեցավ հետը, չթափչեցավ իրեն։ Ուրիշ տեղ Հիսուս գնաց, թուքը թրավ գույրին աչքերուն վրա, ըսավ կնա ավազանի մեջ լվա երեսը, այս մարդուն ոչ թվավ, ոչ աղոթեց, ոչ ցերկը թրավ, ոչ հանդիմանեց, ոչ ըսավ ինչու այսպես կհավատաս, ըսավ ոտքի ելիր, ըսավ նախ մարդուն բարասխանեց ես գարտամ, դեր մեկը չունին, որ չուրերը շարժածադեն զիս ավազանի չեցնե, եւ մինչ ես կթանտաղիմ ուրիշ ինձ մի առաջ կիչնե ավազան, ուրեմն Աստված չի գնար ինձի բժշկել։ Հիսուս սավանոր ել մայջդար եւ քալու։ Ժամանակ չվատնեց հետը վիճապանելու, հավատքով հետը խոսեցավ։ Եվ այդ մարդը անմիջապես բժշկվեցավ։ Մեկ բան կուզեմ քեզ ասել, Հիսուս ցևով մը խոսեցավ, ոչ թե ցև մեթոդ, այսինքն այդ իշխանությամբ խոսեցավ, որ այս մարդը, որ սխալ ցևով գհավատար Աստուծո,
մերած մարած հավատքուներ այդ խոսքը լսելուն պես գրծավ հնազանդիլ անմիջապես ելել եւ քալել։ Գիտես գնար այս մարդը ասել ինչու պիտի ելեմ, չեմ գնար ելել, ինչու ինձ գսես ելիր։ Չսավ նույնիսկ Հիսուս որ Աստված ինձ ղրգեց քեզ բժշկելու եգուր աչքերուս նաև վստահ է ելիր եւ պիտի քալես, չէ, ելիր եւ քալես։ Հավատքով խոսված խոսքը այս մարդու մեջ բաժար եղավ, որ իր ամբողջ 38 տարվա սուդը գոդրվի անմիջապես։ Այդ սկացումները ամբողջությամբ փոխվեցան եւ բավարար զորություն կդա մեջ որ ոտքի ելե ինքը։ Ոչ մեկը քաշեց, գիտեք, երբ որ արաքյալները կորց արաքելոց 3-ի մեջ կացին քեղեցիկ գոչված թուրինկով եւ հաշմանդամ մարդուն խոսեցան ինչերին, ցերկը բռնեցին եւ վեր հանեցին։ Հիսուսի անունով ել եւ քալե, ինչ որ ունիմ գուդամ քեզի։ Գնաս ասել ինքը օգնեց եւ գամ փամ ыրա որ մարդուն աստեց որ մարդը նայի վստահի ելե, նորեն հրաշք եղավ։ Այստեղ Հիսուս այս մեկն ալ չրավ։ Հրճագեց խոսքը եւ այս մարդը գրծավ իշխանության դիմաց հնազանդիլ, իր մեջը հավատք արտնցավ, բավարար որ ոտքի ելե։ Գիտեք ինչ ավելի խնդալիք բանը, այս մարդը նույնիսկ չէր գիտեր ով է խոսողը։ Որը վերջը հրյաները, փարիսեցիները այս մարդը տեսան 10 եւ 11-ի մեջ դեսան այս մարդուն եւ ասին այս բարերը։ Օրը շաբաթ է եւ օրենքին թեմ է մահիջը շալգելը։ Դեսան այս մարդը իր մահիջը մատը շալգած գերտա, ասին որ ճուզեցին գիտնալ ինչու բժշկված է, ինչպես բժշկված է, կարևոր չէր։ Ինչպես կլատուն շաբաթ օրով ասի շալգես։ Գնաց եւ եկել մարդուն սիրտը ինչքան գհեռնա հերանալ աստուծմե։ Կարևոր չէր այս մարդը բժշկված էր։ Կարևոր էր որ այս մարդը մահիջ գշալգեր շաբաթ օրով։ Ով քեզի բժշկեց, ինչպես կարելի որ դու բժշկվեցար։ Օրենքը խախտեցավ ոնց իրենց աչքին։ Մարդը բարասխանեց զիս բժշկող ինձ ասավ մահիջը տար եւ քալե։ Ով է այս մարդը ասին, որ ասավ մահիջը տար եւ քալե, բայց բժշկված մարդը չէր գիտեր թե ով է, որովհետեւ Հիսուս հեռացած էր եւ այդտեղ գտնված ամփոխին մեջ են։ Չէր ալ գիտեր որ մեսիան է։ Չէր ալ գիտեր որ ինք ընդուներ, ապաշխարեր, սիրտը հանցներ, վերջը ներում ստանար, վերջը ոտքի ելեր Աստծո ողորմությամբ։ Ասել գուզեմ Աստված շատ անգամ մարդոց պիտի տպչի, նույնիսկ երբ իրենք դագավին վստահած չլան Աստծո։ Եվ Աստված ադոր համար պիտի կործածի քեզի վեց մարդիկ։ Գիտես ինչու կսեմ այս մեկ, մենք շատ անգամ կմտածենք այս մարդը հիմա Աստծո մehերու է, ինչպես աղոթեմ այս մարդուն, եթե չընդունած։ Դու աղոթե այս մարդուն։ Դու հրճագե ճշմարտությունը։ Հիվանդ մեկը կճանչնաս, հրճագե որ դերը որ ես կբաշխնեմ այսպես է։ Այս մարդը խոսված խոսքին գրծավ հնազանդիլ։ Խոսված հավատքին գրծավ բռնվիլ եւ բժշկվիլ։ Առանց որ նույնիսկ ճանչնար դեր ով էր ինք բժշկողը։ Եվ վերջը Հիսուս գնաց այդ մարդուն կդավ եւ այսպես ասավ իրեն 14-ի մեջ։ Այս դեպքեն իդ Հիսուս մարդը դաջարին մեջ կդավ եւ ասավ անոր ահա առողջացար, այլևս մի մեղանչեր, որովհետեւ ավելի քեշը չբադահի քեզի։ Ոչ թե Աստված պիտի բաժեր իրեն, ոչ, այդպես չէր։ Բայց Հիսուսին ասած աներ, որ շատ բաներ կան մեր կյանքի մեջ գրնան քալ, գրնան նստիլ, գրնան բադահիլ մեզի, որ մենք Աստծո խոսքով չենք ապրիր։ Բայց նա շարքը ինչպես դրավ Հիսուս։ Մենք շատ անգամ մեր միտքի մեջ կսենք ապաշխարե, վերջը կբժշկվի այս մարդը։ Հիսուս բժշկեց այս մարդը, Աստծո ողորմությունը ցույց տվավ իրեն, Աստծո սիրտը ցույց տվավ իրեն։ Մարդուն սիրտը հավանաբար այլևս չէր հավատալ, որովհետև չէր գիտեր Աստծո սիրտը։ Չէր գիտեր Աստված իբրև բժիշկ այսօր։ Գիտեր Աստված իբրև բժիշկ ընդհանուր, բարի Աստված, որ իրեն համար բանը չներ։ Բայց բարի է, պետք էր հավատալ, հրյա էր։ Բայց Հիսուս եկավ այդ ամբողջը փոխեց, գոդրեց լեգալիստիկ օրինաբաշ ծևը Աստծո նայելու եւ որ ինքսավ ել եւ քալե։ Եվ ուզեմ մեկ բան ասել, այդ փերը որ թրված էր ժողովրդին վրա, փարիսեցիներուն կողմեն, գարքիլե որ մարդ, որովհետև գրոնական կմտածի, գարքիլե որ մարդ Աստված բարի դեսնի նույնիսկ։ Բարերով մեկը որ Աստված գրոնական ծևով կտեսնի, կփորձի բարերով այլևս Աստված համոզել։ Եվ ես գիտեմ ինքս քանի անգամներ ըսկիստները մանավանդ, եւ որ Աստծո հետ գխոսի, գարցի բարերով բժշկությունս պիտի առնեմ։ Բարերով կամ հիշեցնելով որ Աստված բարի է, բժիշկ է, գարցի իրեն պիտի հիշեցնեմ այս բարի բաները ասելով որ հիմա ինձ բժիշկը կամ ինձ ինձ օգնե։ Իրականության մեջ լեգալիստիկ մտածելու ցևը կփագե քո արժևդ Աստծո շիդակ նայելու ցևը։
Եվ գմարի անմիջապես քո մեջ այդ փափակը բժշկվելու։ Գուզեմ այս համարը ցեզի դալ, որ Հիսուս մարդուն խոսեցավ, ըսավ իրեն դարձյալ մի մեղանչեր այլևս, որպես ավելի քեշը չլա քեզի։ Այսօր նման ուրիշ ցևով մե Հիսուս խոսեցավ մեղանչող գնոջ, գինը որ մեղքի կյանք կաբրեր, չէ, եւ ամեն մարդ գուզեր իր վրան քարն դնել։ Հիսուս ինչ ասավ իրեն, մեկը քեզ դադարեցրեց, did anyone condemn you? Սա ոչ ասավ, ես ակես չեմ դադարել, ես ակես չեմ դադեր, բայց մեղքի մեջ էր այդ գինը։ Բայց իրեն ինչ ասավ վերջը։ Ներված ես ասավ իրեն, բայց ինչ ասավ վերջը։ Քնա եւ դարձյալ մի մեղանչեր։ Աստված իր սիրտը ցույց տվավ գնոջ, իր սերը ցույց տվավ գնոջ, որ փրկել էր, ներել էր, մաքրել էր, նորոգել էր, ոչ թադել։ Բայց նաև զինք իրեն սավ որ մի արդոներ անկյանքիդ մեջ անգամ մնալ, որ դու ներտաս այդ դեղը, որ բաժարը ներ այս բոլոր բաներուն։ Հիմա որ դու նացած ջանցար, հերու մնա այս բոլոր բաներեն։ Եկեք նայենք ինչ կսե Պողոս Արաքյալ Գաղադացիս 6:8-ի մեջ, Galatians 6:8. Ով որ գցանե մարմինի անտաստանի մեջ, whoever sows to please the flesh, from the flesh will reap destruction. Գսե իր մարմինի անտաստանեն մահ պիտի քաղե։ Ասի չի խոսի, գուզեմ ցեզի լավ ասել, ասի հավատացյալներու կրված էր աստամագը։ Չէր կրված անհավատներու, որ անհավատ արդեն միան մարմինով աշխատի գալի։ Չէ՞։ Գսե որ տուն որ հավատացյալ ես եւ գտնունիս որ ճշմարտությունը ճշմարտություն է։ Նաեւ որ քու ցանկը չաբրիս մարմինը հաջեցնելով, այլ աբրիս խոսքով։ Գսե որովհետեւ այդ դեղերում մեջ որ դու գցանես մարմինիդ մեջ այդ դեղերեն քեզի մահ պիտի փուսնի։ Ոչ թե Աստված մարդը գուզե ցավցնել, չէ, այդ դեղերը ուր որ Աստված չէ հրավիրված։ Այդ թաշտը որ Աստծո չէ դրված եւ հոն գցանես, հոնդերեն բդուղը չի գնար Աստուծո մելալ, եւ անդերեն փուսածը անպայման մահ պիտի հոդի։ Իսկ գսե ադոր թիմած գսե Գաղադացիս 6:8-ը, նաև գսե իսկ եթե տուն ցանես հոգին անտաստանի մեջ, but if you sow to please the spirit, անդերեն ցանկ պիտի քաղես։ Երևակի որ տուն ցանկ կցանես, ցանկ կքաղես։ Ուրեմն ինձ եւ խոսքով որ տուն կքալես, զինեկու անցդ խոսքով, հիշեցուրկու անցդ խոսքը ինչ գսե։ Եվ անդերեն տուն պիտի տեսնես որ ըսկացումներդ որ պիտի քաղես, մաքուր պիտի լան։ Զորավոր պիտի լան։ Հույսով պիտի լան։ Պիտի չտեսնես այդ հինցերը որ գմդածեիր։ Այսօր նման համար մը գուզեմ ցեզի դալ Ռոմայացիս 8-ի մեջ, Romans 8։ Գուզեմ նայել ինչքան Սուրբ Հոգին քեզի օգնական է, եւ որ դու բادرազմիդ մեջ ես, դու դգար մարդդ Սուրբ Հոգին դգար չէ։ Դու դգար ես, Սուրբ Հոգին դգար չէ։ Անց երկու օր առաջ եւ որ գաղութեի, շատ հստակորեն Սուրբ, գիտես աղոթած ժամանակը Սուրբ Հոգին շատ անգամ քեզի բարեր գհիշեցնե, համարներ գհիշեցնե, որոնք կրված են, որոնց դու պետք է նորեն հավատաս։ Եվ իմ սրտից մեջ եկած բարերը Բողոսին բարերն էին, կամ այն բարերը, որ Աստված Բողոսին ասավ, ու դգարությանդ մեջ է, որ իմ շնորհքս կատարյալ է, in your weakness is my grace perfect. Ոչ թե Աստծո բարգևը միշտ կատարյալ չէ, Աստված միշտ կատարյալ է, բայց ամենալավ գփայլի իր բարգևը, ամենալավ գերևնա իր շնորհքը, եւ որ դգարությանս մեջ կվստահի իրեն։ Որովհետեւ զորությանս մեջ շատ անգամ չեմ ստիպված վստահելու, ուրեմն Աստծո չեմ նայիր նույն ցևով, բնականաբար, որ լավ բան չէ, բայց իր բարգևը ավելի գաշխատի, իր շնորհքը ավելի գերևնա, ավելի գփայլի եւ որ մարդ իր դգարության մեջ կվստահի Աստծո այսօրվան համար։ Okay։ Նայեցեք շարունակելով Romans 8:12 8:12 Հետևաբար ուրեմն եղբայրներ պետք չէ ապրենք մեր մարմինին համար եւ մարմնավորապես նույն համարին նման որ գաղադացներուն սա որովհետեւ եթե մարմինին համար ապրիկ պիտի մեռնիկ հասկանանք ճյուրին իսկ եթե հոգին օգնությամբ մեր մեղքերը ծեր մեղքերը սպանեք պիտի ապրիկ ուրեմն հոս քեզի գսե չսեր մարմինի համար մի ապրիր եւ վերջ եթե հոգին օգնությամբ որ արդեն հոժար է Փափակ ունի, երևդ գեցած է, քու մեջդ գաբրի, ամեն օր քեզի հետ է որ դու հաղթես, եթե հոգին օգնությամբ, հոգին քեզի հրելով, դու հաղթես, դու պիտի ապրի սկսես։ Okay։ Աստուծո որդիները անոնք են, որոնք Աստուծո հոգիով գարաչնորթվին։ Չի նշանակեր Աստուծո որդիները անոնք են, որոնք դգարություն չունին։ Աստուծո որդիները անոնք են, որոնք իրենց դգար ինքնության մեջ հոգիով գարաչնորթվին։ Անոնք են։ Արդ դուք, որ հոգին ստացաք, դուք, որ հավատացյալ եք, ոչ թե ծառաթարնալու եւ վախով ապրելու համար, այլ հոգին ստացաք Աստուծո որդիներ ըլլալու համար։ Ուրեմն քու մեջ Աստված Աստուծո հոգին է որ գնե այդ կորձը։ Դու կգարդես որ դու գնես,
գարտալը դու գնես, աղոթելը դու գնես, վստահելը դու գնես, բայց այս բոլորին յետին քու մեջ այդ աշխատողը հոգին է։ Նույն համարը, նույն գլուխը մեզի գխոսի, մենք որ գաղոթենք, մենք չենք գիտեր ինչի պիտի աղոթենք, ինչ ցեվով պիտի աղոթենք, բայց Սուրբ Հոգին քու դգարությանը կհասնի գսե, եւ ինք քու աղոթքդ կբարձրացնի։ Ինք քեզի գուտա բարերը որ աղոթես։ Ուրեմն ուզեմ աստեղ վստահից որ քու դգարությանդ մեջ Սուրբ Հոգին քեզի հետ դգար չէ։ Քու անհույս վիճակիդ մեջ Սուրբ Հոգին քեզի հետ անհույս չէ։ Եվ որ պիտի դառնաս քու մեջ պիտի տեսնես որ հազիվ կդառնաս իրեն ինչպես այդ մարդ այդ խավար մութ հուսալքված վիճակի մեջ լսեց ել մահիջդ ար եւ քալե քու մեջ Սուրբ Հոգին ցանը քեզ պիտի ցե որ ել մահիջդ ար եւ քալե բայց Սուրբ Հոգին քու մեջ մահգանացու բաժինները մորտալ բաժինները յանքի կգան չէ ամեն ուզեմ համարին ծայրը նայենք միասին գլուխին ծայրը Հովանես 5-ին մեջ ադենը եւ որ Հիսուսի թեմ գտնեն որովհետև Հիսուս բժշկություն գնե ուզեմ Հիսուսին բարերով գարտանք 19 եւ 21 Հիսուս ասավ հաստատ գիտեք վստահ գիտեք որ մարդու որդին ինքն իր մե ոչինչ կգադարե այլ կգադարե միայն այն ինչ որ գրեսնե որ հայրը կգադարե այս որ տեսակ ես խոսեցա մարդը բժշկվեցավ գիտիր լավ ջանցիր որ այս բոլորը ես իմ գլուխս չմներ ես իբրև ծառա իբրև մարդ այսպես չեմ ներ ասա այս իմ ռածներս գնեմ ինչ որ հայրս կսե ես նույնը գնեմ գսե ուրեմն Հիսուս ինքզինք հնազանդության մեջ բայց որովհետև ինչ որ հայրը գկործե որդին ալ նույնը գկործե հայրը գսիրե որդին եւ անոր ցույց կուտա ինչ որ ինքը կգադարե դագավին ծեր դեսածներեն շատ ավելի սկանչելի կործեր ալ ցույց պիտի դա որդին այնպես ալ պիտի զարմանակ եւ վերջը գխոսի հարության մասին եթե ասով ուրախացեք բայց ասկի շատ ավելին պիտի լա պիտի զարմանակ բայց Հիսուս շատ հստակ գխոսի իր իշխանության մասին իր իշխանությունը ցևին մեջ չէր բորալուն մեջ չէր երկար խոսելու մեջ չէր աղոթքին մեջ չէր իր իշխանությունը հնազանդության եւ հավատքին մեջն էր եւ անոր համար է որ Հիսուս կսե ինչ որ հայրը գնե նույնը որդին գնե եւ Հիսուս կսե ինչ որ որդին գնե նույնը դուք գնեք ուրեմն Հիսուս մեզի դավ ռեսիպին այսինքն դավ փաղադրությունը կամ ցևը որ եկեղեցին պիտի աշխատի եթե եկեղեցին իշխանություն գուզե եթե եկեղեցին զորավոր գործեր գուզե եկեղեցին պետք է հնազանդությամբ շարժի Մարգոս 16-ի մեջ ինչ կսե մեզի անոնք որոնք կհավատան Մարգոս 16 17-20 Կսե որ անոնք որոնք կհավատան հետևյալ նշաններով հայտնի պիտի լան they will be known by the following signs Անձանոտ լեզուներ պիտի խոսին եթե օծը խայտե պիտի չթունավորվին հիվանդին վրա ցերկ պիտի տնեն եւ պիտի բժշկեն այս բոլոր նշանները գուտա Հիսուս եւ կսե ասում պիտի հետևին աշակերտներուն քեզի հետևին քեզի փագած գբած պիտի լան նշանները okay շարունակելով ծայրը կսե որ աշակերտները դուրս եկան եւ սկսան քարոզել ամենտեղ Եվ Աստված գործակցեր իրենց հետ, the Lord worked with them, եւ գահստատեր իր խոսքը նշաններով եւ հրաշքներով, and he would confirm his word by signs that accompanied it. Ուրեմն նորեն օտին մեջ չէր լար հրաշքը։ Խոսքը խոսված ժամանակ հրաշքը լար։ Իր խոսքը գահստատեր, երբ գխոսվեր խոսքը, գահստատեր Աստված աշակերտներուն միջոցով, որը իրենք ասին եւ խոսեցան։ Հիսուսի անունով ելև քալի որ ասավ, չէ՞ Ասավ խոսքը խոսեցավ, հրճագեց այդ խոսքը, բենդը վեր գնահրամել։ Ուզեմ քեզի այս բանով ամփոփել։ Եթե հավատքը չի հետացկեր, faith does not procrastinate։ Հավատքը, եթե իրական հավատք է, այսօրվա մասին է։ Եթե հավատք է, Աստված այսօր պիտի աշխատի իմ մեջս։ Գրնալ այսօր աղոթեցի եւ այսօր բժշկությունս չառնեմ, բայց պետք չէ ադիկա փոխի ինչպես ես կաղոթեմ։ Պետք է ամեն օր աղոթեմ գիտնալով, թե ով է իմ Աստվածս, ինչ է իր բնությունը, ինչ է իր աշխատելու ցևը, ինչ է իր խոսքը, ինչ է իր ճշմարտությունը։ Ամեն։ Եկ միասին ոտքի կանգնենք։ Ուզեմ քու մեջդ Արթնա հավատքի բաժինից, արթնա ինչպես այդ մարդու մեջ 38 տարվա սխալ
մտածելու ցևը փոխվեցավ։ Որտեւ 38 տարի այդ մարդը պետք չուներ հիվանդ լալու։ 38 տարին շալգած էր ցևը մտածելու, ադոր համար հիվանդ մնացած էր։ Չէ՞։ Մեր մեջ մեր մտածելու ցևը շատ անգամ մեզի կբահի դες ցևի մեջ, որ մենք չենք գնալ վստահել Աստծուն։ Եվ որ վստահի Աստծուն։